Բարև այսօրվա Արտի 20-ի ամբյոն հաղորդաշար երթական հաղորդումը վերնագրել եմ Երևանի կորուսյալ հմայքը։ Այս նախքան թեմային ասնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Հովհաննիսյանի YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Եվ այսպես ասնեմ բնույթին Երևանի կորուսյալ հմայքը։ Ես անդրադարձա որոշեցի անդրադառնալ, երբ օրեր առաջ մի տեղեկություն կարդացի կայքերից մեկում, ըստ որի Երևանի բուսաբանական այգում 30 հատ կաղնի է կտրվել։ Հետո բուսաբանական այգուց արձագանքեցին, թե 30 հատ չի է, մի 25 հատ է, թե 24 հատ է, ծառերն է կտրված ծառերն էլ կենսունակ ծառեր չեն եղել, չորացած են եղել։ Գիտեք, այնուամենայնիվ, եթե նույնիսկ բուսաբանական այգում կտրված ծառերը չորացած են եղել, ապա դրա մեղավորը բուսաբանական այգու համապատասխան աշխատողներն են, տնօրինությունն է։ Ինչպես կարելի է բուսաբանական այգում, ուրեմն ծառերը չեն խնամել նորմալ, որ ծառերը չորացել են։ Բացի այդ, չեմ կարծում, որ այդ ծառեր կտրողները առաջնորդվել են զուտ փայտահատությամբ, այսինքն չեն հայթայթել փայտանյութ։ Կարող է սա ավելի հեռուն գնացող նշանակություն, բովանդակություն ունենա, որովհետև եթե նայում ես բուսաբանական 4 բոլոր կառուցող շինարարություններին, սնկերի պես աճող շենքերի պես շարքերին, ապա կասկած է առաջանում, որ այդ ծառերի ծառահատումը պարզապես տեղանք մաքրելու համար է տեղի ունեցել։ Աստված որ սխալվեմ։ Դրա համար կան պատկան մարմիններ, դրա համար կան քաղաքի կառավարիչներ, դժվարանում եմ ասել իշխանություններ քաղաքային, որոնք պետք է զբաղվեն եւ պարզեն, եթե այդպես է, ապա հայտնաբերեն մեղավորներին եւ թույլ չտան հետագա այդ այսպես ասած բուսաբանական այգու հետագա զավթում, որովհետեւ առանց այն էլ բավական տարածք վիզուալ նայում ես, տեսնում ես, որ զարթված է։ Երբ Նորքի զանգվածից իջնում ես քաղաք կամ քաղաքից բարձրանում ես, կենտրոնից բարձրանում ես դեպի Նորքի զանգված, երբ նայում ես բուսաբանական այգուն, տխուր պատկեր է, որովհետև այն փարթամ կանաչը նախկինի չկա։ Կիսաչոր ծառեր, կանաչի փոխարեն ավելի շատ դարչնագույն կանաչ, պես տերևներ, ակնհայտ երևում է, որ այգին պատշաճ ուշադրության տակ չի։ Այնպես որ կրկնում եմ, նորից եմ ուզում ազանգել, որ չի բացառվում, որ այս վերջին ծառահատումը պարզապես շին հրապարակ բացելու համար է։ Աստված որ սխալ եմ, թե ստուգեն, պարզեն։ Քանի որ խոսք գնաց Երևանի կորուսյալ հմայքի մասին, ապա եւ այգիներից սկսեցի, բուսաբանական այգի, հիմա էլ ուզում եմ հիշեցնել մանկական երկաթուղու մասին։ Սա երևանցիների ամենասիրելի վայրերից էր եւ մանուկների նույնպես, գործում էր մանկական երկաթուղին, միշտ զեռ էր, խնամող այգի, պարբերաբար ջրվող, հիմա նույնպես բարձրի վիճակում է։ 90-ական թվականների սկզբին, 94 թվականին ձմռանից հետո, երբ Հայաստանի ներքին գործերի նախարարը երջանիկայի շատակ Վանո Սիրադեղյանն էր, նրա նախաձեռնությամբ փորձ արվեց վերականգնել այգին։ Ոչ թե փորձ արվեց, այլ վերականգնվեց, բավական աշխատանք տարվեց, մանկական երկաթուղին սկսեց աշխատել, խնամվում էր, բայց հետո նորից
այսպես կոչված պետական հեղաշրջումից հետո այգին նորից դարձավ բարձիթողի վիճակում եւ հիմա վաղուց է ճիշտ ասած այնտեղ չեմ եղել, բայց ակստականատեսների եւ խաղազանգերի այգին բավական անմխիթար վիճակում է եւ մանկական երկաթուղին էլ ոչ միայն չի գործում, այլև նույնիսկ ավերված վիճակում է։ Նույն ավերված վիճակում է նաեւ Կոմիտասի այգին։ Անցյալ տարի ամռան երբ այդտեղով անցնում էի, նույնիսկ նկարանեցի, ներեցի YouTube-ում, բայց ոչ մի արձագանք չեղավ։ Ջարդված ճաղավանդակներ, այգու է փողոցից այգին բաժանող ճաղավանդակները ջարդված, ծառերի մեծ մասը չորացած, անխնամ եւ ծառերի բների մոտ է լիքը աղբ։ Նույն վիճակն է նաեւ Երևանի կենտրոնում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի պուրակում, երբեմնի ծաղկանոց պուրակը, որտեղ նաև տեղադրված է Կոմիտասի արձանը, խայտարակ վիճակում է, չորացած ծառեր, չորացած թփեր, այդտեղ մի քիչ վերտո Սայաթ-Նովա ուսումնարանի անվան ուսումնարանի կողմից սրճարան էին դրել, որը Համարայինի տանվան տակ կամաց ընդլայնվեց, բետոնապատվեց, սարացվեց, նույն արդեն չկա, քանդված է, այդ ամեն ինչ ավիրված է, բայց այգին եւս ավիրված է։ Ասում են իբր այդ տարածքը սեփականատեր ունի, դրա համար չեն կարողանում ձեռ տալ։ Քեզ բան։ Եթե սեփականատերը տեր չի կանգնում, այսպեսի վիճակ է, բակարական իշխանությունները կներեք կառավարիչներ ինչի համար են։ Ընդունեցեք օրինական կարգով, օրինական գործընթացով պետք է կանացրեք։ Նույն վիճակն է Օղակաձև այգու մեծ մասում, համար երբեմն նկարահանումներ են անում, թե տեսեք, ահա, այս տաղավարն են քանդում, այս տաղավարն են բացում, կանաչ տարածքը վերականգնելու համար, բայց քանդվող տաղավարներն էլ վաղուց ժանգոտած, վաղուց անտեր մնացած իսական տաղավարներ են, այնպես որ այդ սավեր տաղավարները քանդելու ֆոնին պես հոլիվուդյան կերպարով ներկանալ, թե տեսեք գործ ենք անում, տեղ ինչ։ Ես Օղակաձև այգով Հայրարատ կինոթատրոնի մոտ ինչ-որ կառուցվեց, շատ բարձիթող ավելի վիճակ էր, նույնպես Գրիգոր Լուսավորչի հատվածում, Գրիգոր Լուսավորչի Մարտաճարի այդ հատվածում շատրվանների շարք կառուցեց, բավական անճաշակ մի շատրվանաշարք, որը որ ինչքան ես այնտեղ անցել եմ չի աշխատել։ Դրանից ավելի վերև եւ աստիճաններով բարձրանում ես դեպի Գրիգոր Լուսավորիչ Մարտաճար, ներքևի մասում սրճարաններ են։ Սրճարանները, որտեղ գործող սրճարան է, պես կանաչ է, ջրվում է, աստիճանից այն կողմ, որտեղ սրճարան չկա, անապատ։ Միջապես Գրիգոր Լուսավորչի Մարտաճարի կողքը անապատ է եւ աղբանոց։ Սա է մեր քաղաքի դեմքը, սա է մեր հասարակության, սա է մեր երևանցիների, Երևանը սիրող երևանցիների պատկերը։ Երբ իշխանափոխություն տեղ ունեցավ, հույսեր առաջացան մանավանդ խոստումներից ելնելով, որ հիմա օպերայի շրջակայքը Ազատության հրապարակը կմաքրվի, կթեթևացվի, այդ կմաքրվի վերջապես այդ սնկերի պես աճած օպերայի հրապարակը, Ազատության հրապարակը օպերայի շենքը խեղդած սրճարաններից։ Չեղավ։ Առաջին օրերին մի երկու փորձ արվեց, ինչ որ մի սրճարան կար, որ շատ էր տարածվել, դրա մի մասը քանդեցին ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Ուժները չպատեց։ Ազատության հրապարակը շարունակում է մնալ սրճարանախեղդ վիճակում։ Հա, քանի որ Օղակաձևի մասին խոսք գնաց, վերադառնալով նորից Օղակաձև այգուն, այգին արդեն խաթարված է։
Երբեմնի գեղեցիկ այգին, սկսած երիտասարդական մետրոյի մոտից, Ավետիք Իսահակյանի արձանի մոտից, մինչև Երևանի պետական համալսարան, մշակված, խնաված էր։ Հիմա այդ կանաչ տարածքների հաշվին սրճարան են տեղադրել, չգիտեմ, պիցցայանոց, սեղմել են խեղճ Ավետիք Իսահակյանի արձանը սեղմված է։ Եվ բավականին արժեքավոր ծառեր արևից չկան, ծառը չկային։ Իսկ եթե այդտեղով իջնում ես, դա կամերային տան դիմացնել է դիչուր, չգիտեմ ինչ կառուցեցին։ Հիմա դա չի երևում, ինչ որ գրքերի տաղավարներ դրեցին, ինչ արեցին։ Աղավաղվեց նաև Երևանի այդ տեղի կոլորիտը, այդտեղ ակվարիում սրճարան էր իր ամառային վերնահարկով։ Հիմա այդտեղ սասխանութ սարքեցին, բնականաբար սուպերմարկետ, մեքենաների կանգառներ, խցանումներ եւ այլն, այդտեղ սուպերմարկետի տեղ չէր։ Եվ այդ սրճարանն էլ պետք է պահպանված մնար, այնպես ինչպես Մաշտոցի վրայի, Մաշտոցի պողոտայի Արգիշտի սրճարանը։ Կոլորիտային մի տեղ էր, հայրիկը հյուրվեց, վերացավ, խանութ դարձավ, ինչ դարձավ։ Ավելի զարհուրելի ճակատագրի արժանացավ այդ Արգիշտի սրճարանի դիմացի մայթին ծաղկանոց պուրակը, որտեղ վիշապաքաղ Վահագնի արձանն էր։ Իրազեկ եւ աղբյուրներ, ըստ իրազեկ աղբյուրների եւ այսպես կոչված ճակերտավոր չարլեզուների, այդ ծաղկանոց պուրակը տիրեց նախկին խորհրդային միության Գերագույն խորհրդի հայաստանցի մի պատգամավոր եւ դա տիրելուց սեփականաշնորհելուց հետո ես տիրույթին այդ ծաղկանոցի վրա կառուցվեց մի հարկանի ինչ-որ շենք էր, քարի տաղավարներ, որոնք հիմա խանութներ են։ Ասում եք վիշապաքաղ Վահագնի արձանը տարան, այդտեղից կարծեմ տեղադրեցին միտեղ գտան, մի քանի անգամ այստեղից այնտեղ տարան բերեցին, վերջը հանգրվանեց կարծեմ Իսակովի պողոտայի վրա դեպի հարավ-արևմտյան թաղամասնանող ճանապարհին։ Փակվեց այդ շենքի բնակիչների առաջին, երկրորդ, երրորդ հարկերում ապրող բնակիչների տեսարանը եւ շենքի եւ փողոցի արանքում այդ ծաղկանոցի վրա կառուցվեց այդ պատգամավոր կոչեցյալը խորհրդային միության Գերագույն խորհրդի այդ խանութ տաղավարները եւ ամենաբար դրել է վարձով։ Քաղաքային կառավարիչները եթե մտածեին քաղաքի մասին, պետք է մտածեին նաեւ այս տարածքը նորից ծաղկանոցը նորից վերականգնելու այդ անճոռնի այդ քառակուսի խանութ տաղավարները քանդեին։ Խոսելով Երևանի կորուսյալ դեմքի մասին չեմ կարող չանդրադառնալ նաև Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագրին։ Դա նույնպես Երևանի սիրելի վայրերից էր, հատկապես ամառվա տապշոկերին եւ այնտեղ կինո նայելը հազապես հաճույք էր։ Հետո դա սեփականացրին, փաստորեն քանդեցին, ավիրեցին ներքևի մասը, որտեղ ճեմասրահ էր, որտեղ ամառային պաղպաղականոց կար, տոմսերի տոմսարկղներ, դարձրին սրճարան, փակեցին, մյուս կողմը դարձրեցին ավտոլվացման կետ։ Անցյալ տարի երբ անցնում է այդտեղով, տեսա, որ փակ է։ Եվ այն տպավորություններ, որ ինչ-որ անտերության է մատնված։ Պարզ է, որ սեփականատեր ունի, հա, վերցրեք սեփականություն տիրոջից,
պետականացրեք եւ վերականգնեք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, երևանցիների սիրելի վայրերից մեկը։ Քանի որ խոսք գնաց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի մասին, ապա ասես Աբովյան փողոցը հիշենք։ Հիշում եք ինչպիսի փողոց էր Աբովյան փողոցը Հանրապետության հրապարակից մինչև Իսահակյան փողոց, մինչև Մոսկովյան փողոցները գուցե։ Կանաչ փարթամ ծառեր, որի սաղարթներով կամարակապ էր փողոցը, սաղարթներից կամար էր կազմված, իսկ բանուկ մասը բետոնապատված էր 6-անիստ 1 մետրանոց 6-անիստ սալիկներով։ Այդ սալիկապատումը տեղի ունեցավ 1967-68 թվականներին Երևանի 2750-ամյակի կապակցությամբ քաղաքը բարեկարգման ծրագրի շրջանակներում։ Աբովյան քաղաքը այդ փողոցը շատ գեղեցիկ էր։ Եվ այդ սալիկապատումներ, բետոնի սալիկները այնքան որակով էին, այնքան որակյալ էին, որ մինչև 90-ական թվականների կեսեր մի վերանորոգում չարվեց։ Սալիկները ոնց դրել են, այնպես էլ մնում էին։ Ու չգիտեմ, որ մի սրիկայի մտքով անցավ, որ դրա այդ սալիկի Աբովյան փողոցը ասֆալտապատ էր։ Այդ բետոնի սալիկների վրա ասֆալտ քաշեցին։ Այդպես է փող լվանալու։ Ափսոս էր քաղաքը, ափսոս էր փողոցը, ափսոս էր Աբովյան փողոցը։ Մի ուրիշ ցավալի իրավիճակ էլ կա, ցավալի մոտեցում էլ կա, երբ քաղաքի մեծ մասի կենտրոնական հատվածում, մանավանդ բնակելի շենքերի առաջին հարկերը վաճառվեցին, տերերը, գնորդները գտնվեցին եւ այդ գնաց առաջին հարկերը դարձրեցին խանութներ։ Ված չի, տերը վաճառել է համար հարմար գնով, առաջին հարկերն այնքան էլ բնակվելու համար հարմար չէին եւ մի խոսքով դարձել են խանութներ, բայց համատարած բոլոր այդ խանութների դիմաց այդ ամբողջ փողոցի շարքով մայթերի ծառեր էին տնկված, որտեղ խանութ է, դիմացի ծառերը կտրված են, չկա ծառ։ Քայլեք եւ ստուգեք։ Երկնում եմ, որտեղ մայթին խանութ է, խանութի դիմաց նախին ծառը չկա, կտրված է։ Այդպես է նաև կինո Երևանից, երբ իջնում ես դեպի Այրարատ կինոթատրոնից, համառորեն կինո Ռասիա չեմ ասում, այլ ասում եմ Այրարատ կինոթատրոն, այնտեղ խաչթևի վրա Երևան Սիթին է։ Իդեպ ասեմ, Երևան Սիթին իմ տեսած սուպերմարկետներից լավագույն ցանցն է։ Եվրոպական մակարդակի եւ եվրոպական շատ երկրներում Երևան Սիթիի նման սուպերմարկետներ չկան։ Ես ասում ամենայն պատասխանատվությամբ։ Հալալ է, բայց Երևան Սիթիի դիմացի բոլոր ծառերը կտրված են։ Այդի հաշվին, այդ է մի քիչ նեղացված, որ մեքենաներ կանգնեն։ Ախր այդպիսի խոշոր սիպտիների խանութների համար տեղը հարմար չի, պետք է կայնատեղիներ ունենան եւ դրա պատճառով այդ հատվածում իսկ մայթի հաշվին կանգնացած մեքենաների կտրված ծառերի հաշվին եւ նույնը խցանումները այդ Երևան Սիթի միակը չի Այրարատից ներքև իջնում ես սկսում է Կարֆուրը այդտեղ էլ դիմացի մայթին սոսիները մնացել են տասնյակ տարիների սոսիներ հստաբում իսկ այդ մայթի վրայի սոսիները բոլորը կտրված են հիմա կասեք կտրել են որ չխանգարի շինարարությանը չէ կտրել են որ համ կայնատեղի լինի համ էլ գուցե կտրել են նաև որ Երևա ծառերի ծաղարթները չխանգարեն այդ անճաշակ զռլամա կներեք պարտարացած բառից համար այդ անճորնի շենքերի տեսքը չաղավախեն ծառերի ծաղարթները ու միաժամանակ որոշ դեպքերում էլ
այդ խանութների տերերը, ծառերը, դիմացի ծառերը կտրում են, որ Երևան այդ խանութների անվանումները։ Պատկերացնում եք։ Սա է Երևան այսօր։ Անցեք Թումանյան, Հանրապետության, Մաշտոցի փողոցներով, Մաշտոցի փողոտայով, բոլոր առաջին հարկերը, եթե խանութներ են, ուրեմն դիմացի ծառերը կտրված են։ Իսկական սոսի էլ կտրեցին Մաշտոցի փողոտայի վրա Երևանի պետական համալսարանի նախկին համար 2 հանրակացարանի դիմաց։ Համար 2 հանրակացարանում հիմնականում ապրում էին արտասահմանցի ուսանողներ։ Սերուտին սեփականաշներից ինչ արեցին, վերջ այդ շենքը վերաձևեցին, վրան ինչ-որ մի բան կառուցեցին, առաջ եկան, շենքը մի քիչ խորընկած էր, առաջ եկան մայթի հաշվին եւ բնականաբար դիմացի 2 թե 3 սոսի էլ կտրել։ Սա էլ Մաշտոցի փողոտայի վրա դեպի Կինոնայրից մի քիչ վերև, մի քանի քայլ վերև։ Մի խոսքով այսքանը, սրանք ընդամենը մի քանի դրվագներ էին այն պատկերից, որ կա այսօր Երևանում։ Երևանի կորուսյալ հմայքը, դրա համար ես վերնագիրը դադրեցի։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Ավանեսյանի Թուբալիկին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Ավանեսյանի Թուբալիկը ավելի է տարածվում։ Ցտեսություն, կհանդիպենք։